Իգործ Իշաքաղաքի Իգործ ու Իշաքաղաքի խոստումը Պալասանյան Դաշինքի ու ՔՊ-ի կողմից դրժվեց հուշագրի չեղարկումով։ Ամիսներ առաջ խզված հուշագրին հաջորդեց երկու ուժերի առճակատումները ավագանու նիստերի օրակարգային տարբեր հարցերի շուրջ։ Սամվել Պալասանյանի որդու ձերբակալության օրվանից իրավիճակն ավելի սրվեց։ Նախ Պալասանյան Դաշինքի ավագանիները չներկայացան նիստին, հետո նաև ակտիվ քննարկումներ ծավալվեցին Դաշինքի ամբողջ կազմի, այդ թվում համայնքապետի կողմից մանդատներից հրաժարվելու շուրջ։ Սա շրջանառվող նորությունների մասով, իսկ արդեն պաշտոնապես Պալասանյան Դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված, բայց դեռ մանդատ չստացած 6 անձանցից 5-ը ինքնաբացարկ է ներկայացրել, որը թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը հոկտեմբերի 25-ին քննեց եւ քվեարկությամբ հաստատեց։ Որոշումը ընդունված է։ Դաշինքից սեփական թիմումին համաձայն լիազորությունները դադարեցնում է նաև Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, որն այս պահին գտնվում է տնային կալանքում։ Գործող ավագանու անդամների եթե ինքնաբացարկ են հայտնում, դա ընդունում է համայնքի ղեկավարը, իրենք ներկայացնում են համայնքի ղեկավարին, համայնքի ղեկավարը արձանագրություն է կազմում, այդ արձանագրությունները քանի հատ որ եղավ ուղարկում է մեզ, մենք ընդունում ենք դա ի գիտություն եւ հերթական հաջորդ համարին, եթե այդպիսի կան, տրամադրում ենք մանդատ, եթե չկան, այդ տեղերը մնում են թափուր։ Նշենք, որ մեկ թեկնածու է մնում Դաշինքի ցուցակում, ով ավագանու անդամ չէ եւ ինքնաբացարկի թիմում չի ներկայացրել, քանի որ երկրում չէ։ Այսինքն, եթե Պալասանյան Դաշինքը վայր տնի մանդատները, այդ մեկ թեկնածուն կստանա իր մանդատը եւս 13-ը կմնա թափուր։ Ինքը ինքնաբացարկ չի հայտնի ու ինքը մնում է ցուցակում։ Չնայած վերջին օրերին քաղաքում թիվ 1 քննարկման թեման Դաշինքի ավագանու ամբողջ կազմի մանդատներից եւ քաղաքի կառավարումից հրաժարվելն է, բայց ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ պարզվեց, որ այս մասին անտեղյակ է վարչապետ Փաշինյանը։ Հարցի համար իսկ կներեք ինչ է պատահի Գյումրիում։ Ասեմ ինչ է կատարվել Գյումրիում Պալասանյան Դաշինքը հանձնելու է իշխանությունը եւ իմ կարծիքով դուք արդայերթ ընտրության եք գնալու։ Դե շնորհակալություն։ Ընտրեմ։ Մինչ Պալասանյան Դաշինքը լռում է եւ մամուլը սպասում է քաղաքական ուժի հայտարարությանը, Գյումրիում ակտիվ քննարկվում է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի Կարեն Սարուխանյանի անունը, ով մեզ որոշ մանրամասներ ներկայացրեց։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը այդ մասով քննարկում ունեցել է եւ դիրքորոշում ունի վարչությունը, բայց որ իրադարձություններից առաջ ընկնել այս պահին չենք ուզում։ Մեր կուսակցությունը մոտեցում ունի, որ առհասարակ տարածքային կազմակերպությունների նախագահները դիտարկում են որպես տվյալ տարածքում քաղաքական առաջնորդ եւ հետեւաբար այդ մոտեցման կոնտեքստում որոշում ունենք, այսպես ասեմ, բայց այդ որոշումը հրապարակ բանյեշտակա չէ, քանի որ իրադարձությունները այս պահին դեռ չգիտենք թե ինչպիսի զարգացում են ունենալու։ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանի խոսքով էլ հանձնաժողովը Պալասանյան Դաշինքի գործող ավագանու անդամներից մանդատները վայր տնելու մասին դեռ դիմումներ չի ստացել եւ արտահերթ ընտրությունների ժամկետներ նշել չի կարող։